Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր խոսելու ենք մի շատ գեղեցիկ բույսի մասին, որի անունն է բուգենվիլիա, եւ հայերեն, եւ ռուսերեն, եւ լատիներեն։ Գիտեք, որ դեպքում են անունները համընկնում, երբ բույսը կոչվում է որևէ մեկի անունով, իսկ այս բույսը անվանումը ստացել է Կոմս Բուգենվիլի պատվին, որը մեծենատ էր բուսաբանական այգիների համար եւ նրա շնորհիվ է, որ շատ էկզոտիկ բույսեր հայտնվել են Եվրոպայում։ Ճիշտ ասած, այս բույսը 250 տարի առաջ է հայտնվել Եվրոպայում, բայց ավելի ուշ է անվանումը ստացել, նորից եմ կրկնում, ի պատիվ Բուգենվիլի։ Սենյակային պայմաններում է աճում, Հայաստանի պայմաններում, սակայն եկեք ես ձեզ տանեմ Իտալիա, գնանք տեսնենք այնտեղ ինչ մեծության, ինչ գեղեցկության եւ ինչ գունային գամայով են աճում այս բույսերը։ Իսկ մենք կվերադառնանք եւ կխոսենք նրա խնամքի եւ բազմացման մասին։ Նկարահանումները արվել են Իտալիայի հարավում, ծովափնյա քաղաքներում, որտեղ օդի խոնավությունը շատ բարձր է, շատ լույս կա, շատ արև, եւ տեսեք ինչ հրաշալի տեսքով են աճում։ Ընդհանրապես բուգենվիլիաները լուսասեր բույսեր են շատ, եւ նրանց համար շատ կարեւոր է օդի բարձր խոնավությունը։ Գունային գաման իհարկե շատ հետաքրքիր էր, բայց ինչն է յուրահատուկ։ Յուրաքանչյուր քաղաքում կարող էիք տեսնել, կարծես թե այդ քաղաքին բնորոշ գույներ, ասենք մի քաղաքը ավելի վարդագույնի մեջ էր, մյուսը ավելի կարմիրի մեջ, դա պայմանավորված էր նաև քաղաքի ճարտարապետությամբ։ Մենք հիմա գտնվում ենք շատ հետաքրքիր քաղաքում Ալբերոբելո, որը ամբողջը սպիտակ էր, եւ բուգենվիլիաները ընտրված էին շատ մուգ ալ կարմիր գույնի։ Իսկ իր հայրենիքում Բրազիլիայում այս բույսը աճում է մոտավորապես 15 մետր բարձրությամբ եւ կարող է ապրել, մտածեք, 200 տարի, պատկերացնում եք, 200 տարի։ Այսպես սիրելիներս, երբեմն աճեցնում են նաև տեսեք ծառի տեսքով։ Եվ այսպես սիրելիներս վերադարձանք, հիմա կխոսենք բույսի խնամքի մասին, սակայն մինչ այդ խնդրում եմ, ովքեր պատահաբար միացան մեր ալիքին, բաժանորդագրվեն, որպեսզի մշտապես ունենան առողջ բույսեր, իսկ իմ մշտական հետևորդներին նախ շնորհակալություն եմ հայտնում հետաքրքիր հարցերի եւ հետևելու համար եւ հորդորում չմոռանան լայքերը, դա ալիքի համար շատ կարեւոր է։ Եվ այսպես Բուգենվիլիան ջերմասեր բույս է, այս է պատճառը, որ Հայաստանի պայմաններում ձմռանը ցրտահարվում է։ Այն նվազագույն ջերմաստիճանը, որում այն կարողանում է ապրել, 16 աստիճան է, նույնիսկ սենյակային պայմաններում։ Բույսը հետաքրքիր է եւ իր ծաղիկներով, եւ գեղեցիկ տերևներով։ Ընդ որում սկզբից բույսի վրա առաջանում են ծաղիկները, ապա ավելի ուշ տերևները այստեղ կարող եք տեսնել։ Երբեմն ամբողջովին ծաղկաթափ է լինում, հետո աստիճանաբար, հաջորդաբար առաջանում են տերևները։ Բուգենվիլիայի համար ամենանորմալ ջերմաստիճանը աճման 26-ից 28 աստիճան է։ Եթե դրանից բարձրանում է, մենք գիտենք ինչպես ենք անում, չէ՞, հիշում եք հավանաբար, անհրաժեշտ է, անպայման ցողեր, հատկապես այն շրջանում, երբ առաջանում են տերևները, նրանց պիտի օգնել ավելի մեծ եւ խոշոր չափով աճելու համար։ Իսկ հողը սիրում է pH-ը մի փոքր ցածր, 6-ից 6.5։ Նրա համար մենք կարող ենք օգտագործել երկու տեսակ հող, կամ եկեք ցույց տամ ավելի մոտիկից, կամ օգտագործում ենք ցանկացած ծաղկող բույսերի համար ունիվերսալ հողախառնուրդ, որը շատ փափուկ է եւ շատ համապատասխանում է բուգենվիլիայի արմատներին, ջրաթափանց է եւ օդաթափանց։ Դա պայմանավորված է նրանով, որ հողախառնուրդի մեջ բավականին մեծ քանակությամբ պարունակում է եւ տերևահող, եւ կոկոսի տող։ Եվ քանի որ ասացի, pH-ը սիրում է թույլ թթվային, ապա կարող եք մի անգամից վերցնել գորտեզայի համար նախատեսված հող, որի pH-ը համապատասխանում է նաեւ բուգենվիլիայի աճմանը։ Այս բույսը ունի 18 տեսակ բուգենվիլիա։ Եվ գունային գաման շատ հետաքրքիր է։ Եթե ինձ ասեք,
որոնք են դրանք, ապա ավելի հեշտ կասեմ, որ գույները չկան։ Դա երկնագույնն է եւ կապույտը, եւ սելեկցիոնիստները մինչ այսօր պայքարում են այդ երկու գույնը ստանալու համար, որովհետեւ կան նարնջագույնը, սպիտակը, մորեգույնը, մանուշակագույնը, կարմիրը։ Եվ այսպես խոսեցինք ջերմաստիճանի եւ հողի մասին։ Ջրում ենք բույսը բավականին ուշուշ։ Տեսեք, բույսը շատ տուժում է գերխոնավությունից, անպատճառ պիտի ստուգեք հողի խոնավությունը, նոր ջրեք։ Մոտավորապես ես ամիսներով ասեմ, աշնան ամիսներին դա տևում է 12-ից 15 օր եւ ձմռանը այդպես ուշ կարելի է ջրել, իսկ ամռանը եւ գարնավերջ մի փոքր ավելի փոքր ինտերվալով ենք անում, ասենք 8-ից 10 օրը մեկ անգամ, բայց բոլոր դեպքերում հորդորում եմ անպատճառ ստուգել հողը, ապա ջրել։ Բույսը առած ծաղկելու համար հատկապես աճման շրջանում մեզ անհրաժեշտ է օգտագործել պարարտանյութ։ Սկզբնական շրջանում մենք նրան տալիս ենք հավասար քանակով MPK, որպեսզի արմատային սիստեմը լավ զարգանա ձմեռումից հետո, որից հետո անցնում ենք կալիումի ավելցուկով պարարտանյութերի։ Տեսեք, դա կարող է լինել որևէ ծաղկող բույսերի համար անօրգանական պարարտանյութ եւ կարող է լինել օրգանական պարարտանյութ, այստեղ մենք ունենք կալիումի գումատ, մեկ կափարիչը լուծվում է 1 լիտր ջրի մեջ, իսկ անօրգանականի դեպքում 1 թեյի գդալն ենք լուծում 1 լիտր ջրի մեջ։ Ինչ վերաբերում է բուգենվիլիայի վնասատուներին եւ հիվանդություններին, վնասատու եւ լվիճով կարող է հիմնականում վարակվել, երբեմն նաեւ վահանագրով, սակայն հիմնական հիվանդությունները ստանում է հողի գերխոնավության պատճառով։ Եթե զգում եք, որ հողից այսպես երբեմն հոտ քաշեք, մի փոքր անգամ թթված բորբոսի հոտ է գալիս, ապա անմիջապես մեջը մտցնում եք մեծ քանակությամբ ածուխներ, ես սրա մասին բազմաթիվ անգամ ասել եմ, եւ ջրում եք ավելի ուշուշ։ Կարող եք այդ ընթացքում օգտագործել ջրածնի պերօքսիդ, 1 թեյի գդալը բացելով 1 լիտր ջրի մեջ։ 2-3 անգամ անելուց հետո կզգաք, որ բույսը սկսում է վերականգնվել։ Դե ինչ, իսկ հիմա խոսենք բույսի բազմացման մասին։ Նախ ասեմ, որ ծաղիկները, տեսեք, երբ որ ժողովուրդը ասում է ծաղիկը սա է, իրականում ծաղիկը այս փոքրիկ սպիտակն է, տեսնում եք։ Իսկ սա կոչվում է ծաղկա ծածկույտ, պակրիվալը ասում են։ Հենց սրա գույներով է պայմանավորված տարբեր գույների բուգենվիլիաների առկայությունը։ Բազմացման համար մեզ անհրաժեշտ է ունենալ փոքր ծաղկաման, եկեք փորձենք բազմացնել։ Հիմա շատ կարևոր է, որ ճյուղն ենք վերցնում։ Մենք կարող ենք վերցնել երկրորդ տարվա մի քիչ փայտացած ցողունը, այս սա հենց համապատասխանում է, տեսնում եք սա։ Կիսափայտացած ցողունն է, կտրում ենք այնպես, որ վրան լինի 2-ից 3 աչք եւ մոտավորապես 10-12 սանտիմետր։ Կտրում եմ այստեղից, ուշադրություն, այսպես։ Հեռացնում ենք տերևները վրայից, ինչքան տերևների քիչ լինի, այնպես արմատակալումը շատ ավելի արագ է լինում։ Իդեպ ասեմ, որ ջրում գրեթե չեն արմատակալացնում, որովհետև շատ դժվար է եւ երկար է տևում, միանգամից պիտի դնենք հողի մեջ։ Հիմա մեկ գաղտնիքի մասին եւս։ Արմատակալումը շատ ավելի արագ է գնում, կարող ենք միջև ուշ աշուն անել մայիս-հունիս ամիսներին։ Եթե տարին լինում է մի քիչ ցրտոտ, տեսեք, ես այստեղ նախապատրաստել եմ արդեն անցքերով, հող լցված է դրենաժ եւ լցված է հողախառնուրդ։ Դուք կարող եք այս ներքևի մասում կտրել կլոր պենոպլաստ, հագցնել ծաղկամանի մեջ, ապա նոր ավելացնել դրենաժը եւ հողը։ Դա թույլ է տալիս, որ բույսը, քանի որ ջերմասեր է, միշտ տոտի կմնա տաքության մեջ եւ ավելի հեշտ է արմատակալում։ Բայց հիշում ենք նաեւ, որ արմատակալման համար մենք կարող ենք օգնել բույսին։ Նրան կարող ենք տալ կորնևին, կարող ենք տալ էպին, ցիրկոն։ Հիմա ես մի փոքր, քանի որ արդեն ձեռքս սովորել է, այսպես չեմ էլ կշռում։ Մի փոքր խոնավացնում եմ հողը։ Եվ մոտավորապես այս չափը, 2 աչքի չափով տնկում եմ հողի մեջ։ Կարող եք հետագայում վրայից անցկացնել
կամ մոմլաթեր ցելոֆանե շերտ, կամ կարող եք փոքր այդպես տարադնել վրան, ջերմոցային էֆեկտ ստանալու համար, սակայն քանի որ հիմա եղանակները լավ են, ես պարզապես պիտի սեղմեմ նրան, այսպես, և սպասեմ արմատակալման, իսկ արմատակալումը այդքան արագ չի լինում, ձեզ խնդրում եմ, եթե փորձեք բազմացնել, ապա առաջին 30-40 օրը ընդհանրապես մի փորձեք հանել նայել արմատներ կան, թե ոչ։ Երբ որ կզգաք արդեն փոքրիկ շարժ է տեղի ունենում ցողունի վրա, նշանակում է բույսը արմատակալում է։ Այս բույսը շատ է սիրում, երբ իրեն կոկիկացնում են, կտրտում են և շատ հեշտ ենթարկվում է նաև ձևավորումների։ Տեսեք, այստեղ կարող եք օղակաձև անել, կարող եք տալ կլոր ձևավորում, հատկապես եթե բույսը շատ ճոխ է աճած վերևի մասերում, շատ գեղեցիկ է դիտվում կլոր գնդերի ձևով։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը, սիրելիներս, գրեք ձեր հարցերը և մի խնդրանք, ես անդրադառնում եմ ձեր խնդրանքներին, սա էլ ձեր պահանջով է արված տեսանյութը, երբ ցանկացողները անցնում են 8-ից 10-ից, մի հոգու համար, ասենք հիմա ինձ շատ մի տիկին խնդրում է հիրիքների մասին խոսել, պարզապես հիրիքներ այս պահին չունենք, դրա համար չեմ անդրադառնում, եթե կան բույսերը և կան ցանկացողների մեծ բանակ, ապա վստահ եղեք, որ անպայման ես անդրադառնում եմ ձեր խնդրանքներին։ Դե ինչ կհանդիպենք, ինչպես միշտ, ձեզ հետ էր Դոննա Կոսը, ցտեսություն։